Սամի հաշկ է հայկական Կարող է պատվիրել անգամ ամերիկան Ռուսաստանը կամ էլ Եվրոպան Ընկերներ, բարեկամներ, մենք կածաններով արտաբույնքի բարձրանում ենք գնանք աշխարհի ամենասիրված տատիկի մոտ եւ նրան լավ լուր ունենք հայտնելու թորնիկների կողմից։ Թորնիկները հավաքվել են Եվրոպայից, Ռուսաստանից եւ որոշել են տատիկին մի ուրախ լուր հայտնեն մեր միջոցով։ Տանում ենք լիքը կոնֆետներ եւ բարիկներ եւ իհարկե լավ լուր, որ տատիկը շուտով գնալու է ուղիղ Վոլգոգրադ իր թորնիկների մոտ։ Իրինան որոշել է նրան Տոմս գնի 2 ամսով տատիկին տանի իր մոտ պահի, տատիկին սիրի, սերը ցույց տա ու հետ ուղարկի նորից իր հարազատ գյուղ։ Հիմա տատիկը մեզ չի սպասում, ահա նա դուր դրսում նստած իր համար ոչ մի առիթ չկա, բայց մենք ստեղծում ենք առիթ։ Այո, գնում ենք Վահեի եւ մյուս թորների կողմից, Վահեի, Իրինայի եւ մնացածի կողմից անակնկալ անենք։ Շուշան տատի, բարև։ Ո՞նց ես։ Դեսի, եկել ենք դեղց առնենք, ասել են դեղց ունեք դուք։ Ագո մի հատ տեսնասեմ, գոյ։ Մի հատ տեսիրեմ արդեն։ Չունեք դեղց, կա սխալ են ասե։ Այս տարի այնքան չեք բերի։ Չէ, այս տարի։ Բայց ես լիքը տատիական քաղցր բաներ եմ բերել։ Գիտես ում կողմից։ Քո թորնիկների կողմից, քո բոլոր թորնիկների կողմից։ Առաջին բառը մայր եմ ասել Ես մատ քաղցր զամբյուղ ենք բերել, նայ։ Ես կոնֆետներ սիրում ես, ես տատիի համար կոնֆետներ ենք բերել։ Թթուել էլի, տարնել էլի իմ Սաղից էլ կա։ քաղցրություն։ Քո թորնիկները քեզ շատ են սիրում։ Ես էլ քեզ ծաղիկ ենք բերել, նայ։ Վահեի գլխավորությամբ, էսի Վահեն է, այս քաղցրությունը, ծաղիկը Վահեն է տալիս քեզ։ Դա այս ծաղել Վահեն, բայց Իրինան քեզ ավելի լավն է վերաբերվում։ Մայրսերդ արել է ջերմություն 2 ամսով, երբ ուզես, այս պայից սկսած կարաս գնաս Վոլգոգրադ։ Տոմսեն առը քո համար։ Ուրախ ես։ Ուրախալ եմ։ Չես է տալու։ Արդեն առել են։ Ինչ անեմ, Առել են։ Իրինան առել։ Չառնեն, ես չեմ գնա։ Ու ասեմ քեզ։ Չեմ եթ։ Բարուրին Նարեկի կողմից նույնպես։ Դե 2 ամսով էլի կետաս կֆռաս։ Բանը, չես ուզի։ Բա ինչ անե, այդ պայից կա։ Նստե կոֆե հուրասիրեմ։ Չէ, մեի պատի հետ հայ։ Մեի պատի գնանք։ Ապրեի շատ շնորհակալ։ Դու էլ ապրես։ Իմ պախի շատ գուր։ Դե Չենուհան արդեն իրանց կասես, կարա զանգես ասես։ Մենք գնացինք։ Լավ որ քեզ, Շուշան տատիկ։ Շուշան տատիկը ինչպես որ բոլոր հայ տատիկները մի անգամից ասած, «Ոյ, չէ», բայց թե ինչի՞ չէ, դա կպարզենք արդեն հետո։ Բայց իմ պատկերացման ուղղակի իր համար նորությունը շատ sense շոկային էր, դրա համար մի անգամից ասած չէ։ Չէ՞ Վարդան։ Հա, դե մի անգամից հետո ասում ենք պետք է գնաս Վոլգոգրադ։ Ոչ էլ ասի, հա, ուրա։ Վեշերից հավաքեմ եթանք։ Դուք էլ տարեք իշ ճամփեք։ Բարձա պետք է մի քիչ մտածել, էլի, չէ՞։ Դե լավ, ուրեմն գնանք արտաբույնքով գեղեցիկ հասնենք Երևան, արդեն գնում ենք ուղիղ Երևան ընկերներ, արտաբույնքից Երևան։ Ամեն ինչ հոյակապ է։ Որտեղից քեզ ասքան Հələ մի րոպե, ես ընդ չեմ մի րոպե։ Էդգար է աղբեր, մեր աղբեր Էդգար է։ Բանգլադեշ որ միշտ հանդիպում ենք։ Այս անգամ հանդիպեցինք Աջափենյակում։ Հիմա ես պատմեմ ինչ է կատարում։ Այսօր մեր Գայանե քույրիկի 55-ամյակն է, ինչի առիթով հավաքվել են բարեկամությունը, բայց մի շատ կարևոր մարդ տալը Իրինա քույրիկը որոշել է նրան շնորհավորի, բայց այսօր նաև մեր Անուշ աղբեր Ռոմանի ծննդյան օրն է նույնպես, ինչի առիթով հավաքվել են բարեկամները եւ որոշել են մի լավ քեֆ անեն, բայց քանի որ Իրինա քույրիկը այստեղ չի, եկել ենք մենք եւ սիրուն անակնկալ ենք կազմակերպելու։ Հերվում Էդգար աղբերը հանդիսավարը հիմա զոհվածների մասին հիշեց եւ 1 րոպե լռությամբ հարգում են զոհվածների հիշատակը եւ նրանց սխրանքը անմահ է միշտ մեր կողքին, իսկ մենք մեծ սիրով եւ ուրախությամբ շարունակում ենք ապրել, ստեղծագործել նրանց զոհությանը համաունչ ու համապատասխան, որ հանկարծ նրանց արած գործը չկորցնի իր իմաստը եւ մենք
լավ լինենք եւ շարունակենք ստեղծագործել։ Իսկ հիմա Էդգարը հպարտորեն հայտարարում է երևի թե այն մասին, որ մենք ենք գալիս։ Գանը Ռոման Վարդան Իրինա, այսօրվա մեր հերոսների անունները, ում որ դուք կտեսնեք։ Եվ իհարկե մեծ աղբեր Արտուրը, ով մեզ դիմավորեց։ Բայց ոնց որ նոր են սկսում, հա։ Սիրուն սիմպաթիչնի հանդիսավար բարեկամ, հարգանքներս Քեզ շուտ եկե։ բան եմ արել, աղբեր, շուտ չեմ եկել, ինձ ասել 5-ից հավաքում են 7-5 է բարեկամ։ Ես զգացի, որ լռության պահել է բանելը։ Հա, ինչքան սպասեմ։ Կարանք այն սկիզբը տենց հեքիաթային սկսենք։ Դու շարունակես, քեզ բնորոշ ուրախ տոնով շարունակես առիթը։ Ինչ են անում հիմա։ Միքչել ասա։ Միքչել։ Արի լավ։ Խորովածը մի հատ ջոգեմ ասա։ Լսի, հա, խորովածը ջոգի ասա, իմ կարծիքով 5 րոպեն չի խանգարի։ Պատկերացնում եք, անակնկալ անենք ու անակնկալից քաղցր անակնկալից հետո գա համեղ խորովածը, հյութեղու համեղ։ Շատ համովալ լինելու ամեն ինչը։ Եվ սկիզբը եւ ընթացքը արդեն կվերաիմաստավորվի եւ կշարունակեն երեկոն մեր հայրենակիցները նշել շատ գեղեցիկ, շուքով բարձր հովանուներ քո ուրախության։ Անկյունել ունի մեր գանեքույրիկը, այստեղից կարող ես նկարել, լարված է իրավիճակը, ինչ խոսք, զանգերը որ գալիս է, ես էլ անջատում եմ ուզած չուզած, իսկ մի զանգ է գրեք Viber-ով կամ WhatsApp-ով, որովհետեւ ուղղակի չեմ կարող պատասխանել։ Ջան, Էվելո Ստեփան։ 5 րոպե։ Ընդհանրեն։ Հա, Դավայ։ դավայ։ Կանչեմ էսա։ Կանչի, հա, երկուսն էլ թող գան։ Հատե որ չկանչի, ես կկանչեմ, էլի, կասեմ ուր է մեր Ռոմանը։ Նարեկ աղբերս։ Նարեկ ջան, հաճելի է շատ, աղբերս։ Դու առիթի մասնակից ես։ Հա, աղբերս։ Հեսա մտնում ենք ներս։ Ջան։ Մեկը բայ կոմոդ։ Օ, հզոր։ Բրիսկը չտեսնես։ Չտեմ անում ու միանում է։ Էսի են վատն է, չէ՞ վատն է, չէ՞ տվե, հա։ Սա ոչ լավ աշխատողն է, բայց ես զրենգուն ձայն ունեմ, կարող եմ առանց սրա էլ ինչ-որ բաներ անել, բայց գիտես ամենաբարդը որն է սրա։ Ախպեր կա ֆարսում կա բանն է կրակայրի։ Տուր բարեկամս, տուր։ Մեռնեմ քո սրտին իմ նարեկ ախպեր ար։ Պետք չի իսկո։ Օ։ Здравствуйте։ Շարունակում ենք, բա։ Եվս տրեկական շատ բարձր եկեք ծապարեք մեր այսօրվա հոբելյարին նրան ասելով շորավոր։ Ինչի ուրեմ դորը։ Օ, հոբելյարը գալիս է սրայի կենտրոն, Վարդան, ֆիքսի հետ պահ։ Գալիս է հոբելյարը։ Նարեկ աղբերը դուրս եկավ եւ ինքնակամ սկսեց մեզ օգնել, ինչի համար շնորհակալ ենք Նարեկ Անուշ աղբեր։ Անուշ աղբերները թող շատ լինեն հայոց աշխարհում, որ մեր ազգը հզոր լինի։ Մեկը մյուսին կամեցող եւ օգնող, մեկը Վարդանին չեն ճանաչում, ես կկանգնեմ Վարդանի հետևի կողմը։ Նենց այդ պայ չերևում։ Ինքն էր, հա։ Մեր հոբելյարն է։ Ուժեղ։ Դելա այն, ծո։ Քելենդը։ Էդգարը լավ է ասում։ Շնորհակալ եմ ծամերի աղան, ձեն իջացրու ագելի դիջեյ ծափերը դեսեք դրանք ոնց է դրամատուրությունը։ Գանեքույրիկ շնորհավոր լինի ձեր ծննդյան օրը, ինչպես նշեց Էդգար, եղբայրը անակնկալը խոսացող է, բայց պետք է դինամիկներից հեռը խոսա, էլի։ Եկեք դուք ունեք շատ սիրուն անակնկալ, բայց ուզում եմ հատուկ նշել, որ մենակ դուք չունեք սիրուն անակնկալ, այստեղ էլի մարդ ունենք, տղա ունենք, Անուշ աղբեր, անուն էլ Ռոման մի արի բարեկամ, արի քեզ ենք սպասում, ծափեր տվեք թող գա Ռոմանը։ Մանջան այս ծափերները շաղախված շնորհավորանքներով քեզ են նվիրված։ Առողջ լինենք, լավ լինենք երկուստ էլ, ումիշ սիրված, սերը թող անպակաս լինի, իսկ դրա համար ես ձեզ կտամ քաղցրություն կվերցնեք երկուսով պահեք, որովհետև ես պահի երկուսինը տա, ես է նվերը, հա? Ռոմանի նվերը, ես է կբացի Ռոմանը, բացելու է, թե թակուն է։
Թակունը վրա, դե պահի Ռոման, դու պահի չենք ուզում, եթե թակունա, չենք բացի գաղտնիությունը։ Հիմա ես վարում եմ ձեր տորտի մոմերը և հրավառությունը, որովհետև այսօր կրակոտ օր է, գեղեցիկ և բարի օր է, ծապերը պահի։ Հավատավոր կյանքը դռները բացելու դեպ շատ Այսօր է երազի Ես այս պահին, ես ուզում եմ, որ մեր երկու գեղեցիկ և գեղեցկուի հոբելյարները երազանք պայնուկ չեն մոմերը, որ կատարվեն ձեր բոլոր երազանքները։ Երեկույով, չորցու, կես չում ենք։ Happy birthday Այս պահը կմնա Այսօր քո ծնունդ Ծապեր ենք տալիս։ Ուրախանում ենք, զրդում ենք, որովհետև ուրախությունը կարևոր է, որ նշեք դուք, որովհետև ով հրավիրված է, մեր գանեկույրիկը ուզում է, որ ուրախանակ։ Ուրախ եղեք միշտ, իսկ ես հիմա կարող եմ ես նվիրել ծաղիկները, բայց քանի որ գիտեմ Վարդան մեծ աղբոր մասին, ես իրան հրավիրում եմ այստեղ, որ ձեր ծաղիկները նվիրի։ Սիրով լցված, պաչիկներով ու Վարդան մեծ աղբեր։ Մի ամիտ նստել է։ Happy birthday Այս պահը կմնա Այսօր քո ծնունդն է բոլորը կիմանա Աղիկա օրտաս, բայց կրակոտ պաչիկ։ Շատանա Գնում ենք, վստահ, և սա սիրովար արտասանում է։ Happy birthday Այս պահը կմնա Այսօր քո ծնունդն է բոլորը կիմանա Happy birthday Հուքսերը շատանա Այսօր քո ծնունդն է աշխարհը կիմանա Happy birthday Հավատա քեզ Happy birthday Սերկատես կնկատես Happy birthday Անակեմկանը քիչ վերալվեց սիրո տանգոյի։ Ես խոստանում եմ, որ դուք սիրո տանգո կպարեք, բայց մինչ այդ պետք է DJ-ի մոտ ռոմանտիկ երգ դնի, էլի։ Երգ դնի ռոմանտիկ, ու ես հնչյունների ներքո ես կասեմ ում կողմից էր անակնկալը, բայց հարցից հետո ում կողմից կլինի։ Աշխարհում նրան ասում են տալ։ Ձեր Իրինա տալի կողմից Ձեզ շատ է սիրում իրա ներկայությունը ապավեցինք, Ռոման քեզ էլ է շատ սիրում, պաչիկները անում։ Առողջ լինեք ու լավ, իսկ հիմա տանգոյի ներքո վայելեք սիրո վահերը։ Ներկայացնում նայի գեղեցիկաները գալի։ Բայց երկը ձեր համար է, պարում ենք, ծապեր ենք տալիս, որ խորովածներ ենք մարելուց դրել։ Ծապեր տվեք զույգը սիրո պտույտներ է անում։
Ելուսեկոներ բանձեցա բաղրեք, հոբելյանի իրավուսնու երեսիկ բարի համաստել։ Մի րոպե, ես ձեզանից չեմ պրծել, եկեք, հետ վերադարձեք պարոն Վարդան, եկեք դուք պետք է հիմա մեր անկախ Ռոմանի պայթեցրած շամպայները անուշանեք, որովհետև ձեր պարը ավելին էր քան պարը, սա երկար տարիների միասին ապրած սիրո մասին է։ Ռոման, լեցրու։ Շնորհակալ ենք ձեր ակտիվ մասնակցության համար, ձեր գեղեցիկ պարելու համար, օրը արդեն լավ սկսվեց։ Էդգարն էլ այնքան լավ է շարունակելու, որ չեք էլ պատկերացնում։ Դե հիմա երկու հոբելյարով և մեծ աղբեր Վարդանը խփեք ու խմեք իշպտելի որ դուք էլ ծափեր տվեք դες բացը տրամադրություն, մենք հեռանում ենք, Էդգար շնորհակալ եմ, բարեկամներ։ Ամոզված ես, որ քո կամքով ճանապարհը ընտրած Անկորուստ չի եղել և հարդ Քեզ մի միտք է անվերջ լռությամբ ուղեկցում Որ մարդիկ հարազատ չվկեն քեզ կյանքում ծնունդդ շնորհ Բարեկամներ, այսինչ դրական և ուժեղ բում մարդիկ են, շատ լավ էր ամեն ինչ, հիանալի, օրինակելի և հոգեպաշտելի, այո, գնացինք առաջ անձրևի ներքո գեղեցիկ և վստահ Դա Վինչիի ռեստորանից, Դա Վինչին եղել է 5-րդ դարի հզոր մարդ, նրա անունը կրող Դա Վինչիի ռեստորանը ոչ պակաս հզոր էր, դուր եկավ ինձ։ Խորովածներ տվին, վերջը։ Դեզվում է կամաց, մեծ աղբեր, բա ինչի դեմից չէիր լսում ինձ։ Մեծ աղբեր Վարդանն է վերևից մեզ բաներ ասում։ Կդեզվի, հեսա բան չմնաց, մեի 5 օր։ 5 օրից խոստանում եմ, որ ոտքես կապակինվի և ես տես հավեսով եղնիկի նման ցատկոտանքս աչ կծակի նորից ու չգիտեմ հաջորդը էլ ինչ կլնի ինձ հետ։ Իսկ հիմա ես գործարկելով շարժիչը հեռանում եմ Դա Վինչիի բակից և մի բան կարող եմ ասել, լայքեք բաժանորդագրվեք գրեք ձեր սրտի խոսքը այս տեսանյութի մեկնաբանությունների բաժնում, որովհետև ձեր գրած մաղթանքները դառնում են իրական և ձեր կյանք են հրավիրում դրական էմոցիաներ, այնպես որ խոսացեք, ապրեք դրական, իսկ մենք ձեր հուսալի բարեկամներս միշտ կփորձենք դրական բաներ ցույց տալ, փորձենք որն է ցույց կտանք էլի, հո չեմ ասելու, յախ, ես ինչ կեղտոտա, յախ, ես ինչ վատա, վեղք, ցեղք, դեղք, չեմ ասի, մենք լավ բաներ կասեմ, իմ մարև կասեմ, գնացինք Աչափնյակի փողոցի աչակողմյան հատվածով, օրը աչ լինի,